Եղբայրներ եւ քույրեր ջան, Տերը օրհնի բոլորիս։ Ես հավատում եմ, որ 7-րդ օրը յուրահատուկ օր է, որովհետեւ հավաքվել ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի փառավորենք նրա սուրբ անունը, որպեսզի վերցնենք այն օրհնությունը, ինչը որ Աստված պատրաստել է մեր համար։ Գիտեք, հրաշալի է, որ 7-րդ օրը մարդ սուրբ է պահում ու գալիս է որ կենթանի խոսքը լսելու, որովհետեւ հավատաց եղեք, որ Աստված ամեն օր ունի խոսք մեզ համար։ Ամեն օր Տերը խոսք է պատրաստում մեզ համար իր ծառայողի միջոցով, Աստվածաշնչի միջոցով, աղոթքների միջոցով, մարգարեների միջոցով։ Աստված միշտ ուզում է մեզ խոսալ։ Բայց շատ հաճախ մեր ականջները փակ է, մենք շատ հաճախ չենք լսում Տիրոջ ձայնը, բայց հավատացած եղեք, որ Տերը ամեն անգամ է ուզում մեր հետ շփվի, որովհետև մենք իր զավակներն ենք, մենք իր որդիներն ենք, մենք իր աղջիկերն ենք։ Պատկերացրեք մի տան մեջ, մի ընտանիքի մեջ ապրես ու դու չշփվես քո երեխաների հետ։ Ուղղակի ամեն մարդ իր կյանքով ապրի, դա նորմալ չի։ Միշտ հայրերը, միշտ ծնողները ուզում են իրանց երեխաների հետ շփվեն, դաստիարակեն, հետևեն, որպեսզի իրանք չշեղվեն, որպեսզի իրանց դնեն ճշմարիտ ճանապարհի վրա։ Փառք Հիսուսին։ Այսօր հետաքրքիր թեմա ենք խոսալու, ժողովուրդ ջան, ես համոզված եմ, որ բոլորիս դուր է գալու, բայց եկեք նախքան ծառայությունը սկսելուց առաջ ասում ամեն բան սկսեք աղոթքով։ Եկեք աղոթենք եւ անցնենք ծառայությանը։ Հայր Հիսուսի զորավոր ու փառավոր անունով ես քո առջև եմ հիմա Տեր իմ Աստված, եւ ես հավատում եմ, որ դու իմ օգնությունն ես, Տեր իմ Աստված, դու իմ հույսն ես ու իմ ապավենն ես։ Սիրելի Սուրբ Հոգի, հանձնում եմ քեզ ողջ ծառայությունը, ողջ ընթացքը եւ խնդրում եմ խոսա իմ բերանով ու իմ շրթունքներով, որպեսզի դա լինի բոլորիս համար օրհնության խոսք, որպեսզի մենք այդ խոսքով օրհնվենք Տեր իմ Աստված։ Մենք շնորհակալ ենք քո բոլոր խոսքերի եւ խոստումների համար։ Թող օրհնյալ լինի քո սուրբ ու պատվավոր անունը, մեր սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Փառք Հիսուսին, ժողովուրդ ջան։ Իրոք որ իմ հույսը, իմ Աստվածն է, եթե ես մտածեի, ես իմ ուժերով եմ եկել կանգնել այդտեղ խոսալու, չէ, ես հաստատ չի կարող խոսամ, ասեմ, որ իմ համար պատիվ է կանգնել Տիրոջ խորանին եւ կենթանի Աստծուն ծառայել ու խոսալ իր ժողովրդին ծառայել։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ հիշեցնեմ, որ այս տարվա սկզբից մեր հովիվը հռչակեց խոսք, ոնց որ ամեն տարի եկեղեցում խոսք էր հռչակում, եթե հիշում եք, անցած տարվանը կրթության եւ գիտության տարի էր ու փառք Հիսուսին, այսօր մեր եկեղեցուց շատերը այդ կրթությունից, այդ գիտությունից օգտվում են, որովհետեւ մենք ունենք Աստվածաշնչյան on-line դպրոց ու այս տարի էլ մեր հովիվը հայտարարեց հանգստության եւ խաղաղության տարի։ Ես մի փոքր կուզեի խոսալ այդ խաղաղությունից, բայց թեման այդ չի, ժողովուրդ ջան։ Ուղղակի ուզում եմ խոսամ այդ խաղաղությունից, որովհետև այդ խաղաղությունը ամեն մեկիս է պետք։ Անցած շաբաթ օրը, երբ որ մենք գալիս էինք ծառայության, Անհայտ քույրը իմ հետ էր, երբ որ Հովիվ Լևոնը ստեղ ծառայում էր ծառայողականը, ու հետ գնալուց հայտնություն եկավ, սենց ու ես փորձեցի Անահիտի հետ կիսվել։ Ասում եմ Անահիտ ջան, տես, օրինակ, եթե մենք հավաքվում ենք, ինչ-որ առիթներ ա լինում, ծնունդներ ա լինում, ուրախություններ ա լինում, որ վերցնում են մեկը մեկին բարեմաղթանք ասելու, կենաց խմելու, ինչ են ամենաշատը ասում։ Ասում են առաջի հերթին լինի առողջություն։ Բոլորդ լսած կլինեք, չէ՞։ Եթե լինի առողջություն, դրանից հետո կլինի սա ու շարունակվում է։ Բայց եկեք տեսնենք մեր Հիսուսը ինչ էր ասում, երբ որ հանդիպում էր մարդկանց։ Ասում էր խաղաղություն։ Ու եկեք տենանք խաղաղությունը ինչքան կարևոր բան է։ Գիտեք, եթե մարդ կորցնում է իր խաղաղությունը, ինչքան հիվանդություններ է գալի ողջ խաղաղ լինելու պատճառով։ Շատ հիվանդություններ գալիս է այն դեպքում, երբ որ մարդ չի ունենում իր ներսում խաղաղություն։ Այդ ներսից այդ իր այդ տագնապ վիճակը իրան ուղակի փչացնում է, իրան կրծում է ներսից։ Դրա համար Տերը այդ կենացի տեղը, որ ասում էին առողջություն, Տերը մեզ ասում էր խաղաղություն։ Այդ խաղաղությունը կորցրած մարդիկ շատ փորձանքների ու շատ վտանգների են հասնում, որովհետև մարդ եթե կորցնում է իր խաղաղությունը, մարդը ինքը իրան չի կարող կառավարի, արդեն ինքը լինում է ինչ-որ անկառավարելի մեկը ու շատ ավելնորդ բաներ է կարող թույլ տա։ Դրա համար իրապես թող այս տարի լինի մեր համար հանգստության եւ խաղաղության տարի։ Փառք Հիսուսին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր ջան, այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է։ Ես համոզված եմ, որ շատերիդ այդ հարցը տված կլինեն, թեկուզ ձեր բարեկամները, ձեր ընկերները, ձեր հարազատները, վերնագիրը սենց է, ով է գրել Աստվածաշունչը։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի բոլորիդ, թե ով է գրել Աստվածաշունչը։ Ասեմ, որ Աստվածաշունչը գրվել է մարդու ձեռքով է գրվել։
Բայց այդ ամեն ինչը Աստված իր հոգով, իր շնչով հետևել է այդ ամեն ինչին։ Ճիշտ է, Տերը չի եկել գավազանը ձեռքը նստել է գրողի կողքը, թելադրել է, ասել է սա գրի, բայց նա հավատացեք, որ ամեն ողջ ընթացքին հետևել է Տերը ու գրել է իր կամքով։ Տեսեք, ինչ հետաքրքիր է հնչում անունը մեր Աստվածաշունչ, Աստծու շունչ, ռուսերենով որ կոչվում է Բիբլիա, գրքերի գիրք։ Ու շատ հետաքրքիր մի բան ասեմ, որ ես ուսումնասիրում եի Աստվածաշունչը, ասեմ, որ այս ինֆորմացիան ես որ վերցրել եմ, սա մեր հոգևոր առաջնորդներից է, փաստերի, Աստվածաշնչի փաստերի վրա է սա ամեն ինչը, ու ստեղ մոտավորապես թվերով գրել են, որ գիրքը ով է գրել, որ թվին է գրվել ու ոնց է գրվել։ Էդի լրիվ գիտնականների կողմից սա փաստերով գրված է։ Ու Աստվածաշունչը շատ հետաքրքիր գիրք է, որ իրան ուսումնասիրում ես, եթե Տերը բացում է քեզ ամբողջովին, պատկերացրեք, այնքան գաղտնի գրություններ կա, որ մենք կարդում ենք, շատ ժամանակներ մեր համար դա անհասկանալի է, բայց եթե Տերը բացում է իր ամբողջության այդ խորությունը, այդ գիտությունը, նոր հասկանում ես, թե ինքը ինչ հետաքրքիր ու ինչ հրաշալի գիրք է։ Ուրեմն ասեմ, Աստվածաշունչը գրվել է 1500 տարվա ընթացքում։ Ամբողջ գիրքը գրվել է 1500 տարվա ընթացքում։ Աստվածաշունչը գրվել է 3 տարբեր լեզուներով, հիմնականում սկզբից գրել է 3 տարբեր լեզուներով։ Ասեմ այդ լեզուները. Древний еврейский, арамейский, древний греческий, որը որ կոչվում է հայերենով եբրայերեն, արամերեն եւ հունարեն։ Հիսուսի ժամանակում, երբ որ Հիսուսի ժամանակում, այդ ժամանակով խոսացվել է արամերեն լեզվով։ Մի քիչ ուշ արդեն եղել է հունարեն լեզվով։ 3 հիմնական լեզուներով է գրվել Աստվածաշունչը։ Ուրեմն Աստվածաշունչը գիտեք, որ ունի 2 հիմնական գլուխներ՝ հին կտակարան, նոր կտակարան։ Երբ որ ես կարդում եմ այս հին կտակարան, նոր կտակարան, հասկացա, որ այս Աստծո կողմից կտակ է մեզ ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, որ ունենում են ինչ-որ մի հատ տատիկներ, պապիկներ իրանց կտակներ են թողում, երբ որ այդ կտակը բացում ես, ինչքան ես ուրախանում, այլ մեր երկնային հոր կողմից այս գիրքը մեզ համար կտակ է, հենց այդպես էլ կոչվում է հին կտակարան եւ նոր կտակարան։ Ուրեմն ասեմ, որ հին կտակարանը ունի 39 թղթեր, հույսով եմ բոլորիդ է հետաքրքիր, որովհետեւ ինձ թվում է ձեր հարազատները ձեզ կտան հարցովագրել այդ Աստվածաշունչը, որ դու իմացած լինեք, որովհետեւ մեր եկեղեցում կան շատ նորահոգիներ, ես համոզված եմ, որ ոչ լրիվ գիտեն այդ մասին։ Ուրեմն 39 թղթեր կա հին կտակարանում եւ 27 թղթեր կա նոր կտակարանում։ Ընդհանուրը 66 գրքեր է Աստվածաշնչում։ Ուրեմն ասեմ, Աստվածաշունչը գրվել է մոտավորապես 40 տարբեր մարդկանց կողմից։ Տարբեր դարաշրջաններում է գրվել։ Այդ մարդիկ 1500 տարվա ընթացքում որ ապրել են, իրանք ապրել են տարբեր դարաշրջաններում ու ամեն մեկը ունեցել են տարբեր մասնագիտություններ։ Օրինակ, եկեք մի 7 հոգու ես առանձնացրել եմ, նշեմ, թե ովքեր են եղել, որ դու պատկերացնեք ինչ հետաքրքիր է, որ տարբեր դարաշրջանում, տարբեր մարդիկ գրելով Աստվածաշունչը, ոչ մեկի գրածը ոչ մեկին չի հակասում։ Ամեն մեկը բերում են ինչ-որ մի ընդհանուր հայտարարի են գալի, ինչ-որ մի նպատակի համար է գրվել այդ ամեն ինչը, մի քիչ ուշ խոսանք։ Ուրեմն, Եսային մարգարե է եղել, Եզրասը քահանա է եղել, Մաթեվոսը հարկահավաք, այդ մեր լեզվով ասած նալոգովին է եղել։ Հովանեսը ձկնորս է, Պողոսը եղել է վրանագործ, Մովսեսը եղել է հովիվ, ոչ թե եկեղեցու հովիվ, այլ անասուններ, գառներ արածացնող հովիվ է եղել։ Ղուկասը եղել է բժիշկ, պատկերացնում եք ինչքան տարբեր մարդիկ, բայց գրել են մի գիրք, որ լրիվ եկել են մի ընդհանուր նպատակի ու տարբեր դարաշրջաններում։ Դե ասեք, որ էսի Աստծո ձեռքի գործը չի, որ էսի պատահական է եղել։ Չի կարա տենց բան լինի, ժողովուրդ ջան, որ տարբեր դարաշրջանի մարդիկ գրեն մի գիրք ու ոչ մեկ ոչ մեկին չհակասի։ Ծննդոցից մինչև հայտնություն ոչ միտեղ ոչ մեկին չի հակասում։ Ծննդոցից մինչև հայտնություն այս գիրքը խոսում է Հիսուսի մասին։ Փնտրեք, կարդացեք, կգտնեք։ Հիմա տեսեք, բերեք ես առանձնացրել եմ, ոչ թե առանձնացրել եմ, հենց մեր Աստվածաշնչի ամենասկզբում կա այդ ցանկը, որտեղ որ գրած է, չէ՞, հերթով անունները։ Ես այդտեղ նշել եմ, որ գիրքը ով է գրել ու որ դարաշրջանում է գրել։ Բերեք կարդամ, որ դուք էլ իմանաք։ Հենց բացում ենք այն ամենաառաջի էջը, ցանկը, որը որ գրած է 5 կտակարան, որը որ ունի 30 գրքեր։ Եկեք ընթերցեմ, լսեք, եթե ձեզ հետաքրքիր է, հույսով եմ հետաքրքիր է։ Ուրեմն ծննդոցը, ելիցը,
Ղևտացին գիրք թվոցը երկրորդ օրինացը, դա գրել է Մովսեսը մեր թվարկությունից առաջ 1400 թվականում։ Հին վաղտում, ուրեմն ոնց է եղել թվարկությունները, ասեմ որ հասկանաք, ուրեմն վերցրել են մի հատ թիվ, օրինակի համար 2000 ու դրանից հետ են սկսել հաշվել։ Հաջորդ տարին ոչ թե եղել է 2001, այլ ելել է 1999։ Ամենաառաջինը, որ գրվել է Աստվածաշնչի մեջ, սա մեր թվարկությունից առաջ Մովսեսինն է 1400 թվականին։ Երկրորդը գիրք Հեսուն, գրել է Հեսուն, մեր թվարկությունից առաջ 1350 թվականին։ Երրորդը դատավորաց գիրք, Հռութի գիրքը գրել են Սամուել Նաթան Գադը, մեր թվարկությունից առաջ 1900 թվականին։ Թագավորացների գիրքը, առաջին թագավորաց, երկրորդ, երրորդ եւ չորրորդ թագավորացը գրել է Երեմիան մեր թվարկությունից առաջ 600 թվականին։ Մնացորդած, առաջին մնացորդած, երկրորդ մնացորդած Եզրասը, Նեեմիայի գիրքը գրել է Եզրասը մեր թվարկությունից առաջ 450 թվականին։ Եստերի գիրքը գրել է Մուրդքեն մեր թվարկությունից առաջ 400 թվականին։ Հոբի գիրքը հայտնի չի, ժողովուրդ ջան, բայց հոգևոր առաջնորդների, ովքեր որ ուսումնասիրել են Աստվածաշունչը, ենթադրություն կա, որ Հոբի գիրքը գրել է Մովսեսը մեր թվարկությունից առաջ 1400 թվականին։ Ուրեմն Սաղմոսները գրել է հիմնականում մեծ մասը Դավիթը, բացի իրանից էլի մի քանի հոգի, մեր թվարկությունից առաջ 1000-ից 400 տարվա, 1000-ից ու մինչև 400 տարվա թվի ընթացքում, то есть 600 տարի գրվել է Սաղմոսները։ Հետո Առակաց գիրքը, Ժողովող գիրքը, Երկրորդ գիրքը գրել է Սողոմոնը մեր թվարկությունից առաջ 900 թվականում։ Եսայի մարգարեությունը գրել է Եսային մեր թվարկությունից առաջ 700 թվականում։ Երեմիայի մարգարեությունը, Երեմիայի ողբը գրել է Երեմիան մեր թվարկությունից առաջ 600 թվականում։ Եզեքիելի մարգարեությունը գրել է Եզեքիելը մեր թվարկությունից առաջ 550 թվականում, Դանիելի մարգարեությունը գրել է Դանիելը մեր թվարկությունից առաջ 550 թվականում, Օվսեի մարգարեությունը գրել է Օվսեն մեր թվարկությունից առաջ 750 թվականում, Հովելի մարգարեությունը գրել է Հովելը մեր թվարկությունից առաջ 850 թվականում, Ամովսի մարգարեությունը գրել է Ամովսը մեր թվարկությունից առաջ 750 թվականում, Աբեդայի մարգարեությունը գրել է Աբեդան մեր թվարկությունից առաջ 600 թվականում, Հովնանի մարգարեությունը գրել է Հովնանը մեր թվարկությունից առաջ 700 թվականում, Միքայի մարգարեությունը գրել է Միքան մեր թվարկությունից առաջ 700 թվականում, Նավումի մարգարեությունը գրել է Նավումը մեր թվարկությունից առաջ 600 թվականում, Ամբակումի մարգարեությունը գրել է Ամբակումը մեր թվարկությունից առաջ 600 թվականում։ Այս Ամբակումի մարգարեի մի պահ դադարենք, Արթուր Սիմոնյանի քարոզների մեջից է, երբ որ ինքը Ամբակում մարգարեության մեջից ինչ-որ մեկին խոսք ասում, սենց շատերը սենց զարմացած նայում են, էլի, որ Աստվածաշնչի մեջ կա տենց մարգարե Ամբակում, պատկերացրեք, հիմա ես որ կարդում եմ, ես համոզված եմ, որ շատերը առաջի անգամ են լսում այս տեղերը։ Ու տենց ու այդ վաղ շատերը զարմացել են, ու սենց պատկերացրեք մի նկար, ոնց որ դուք երբ որ գնում եք երկիկ, ու հենց Ամբակում մարգարեն գալիս է կանգնում է ձեր դեմը, ասում է դու կարդացել ես այդ գիրքը Ամբակում մարգարեություն, դու սենց զարմացած նայում ես այդ մարգարեին, որ սկի չես էլ ճանաչում ու չես էլ լսել, պատկերացրեք, ունենք այտենց մարգարե Ամբակում մարգարեն, որը որ գրել է մեր թվարկությունից առաջ 600 թվականում։ Հաջորդը Սոփոնիայի մարգարեությունը գրել է Սոփոնյան մեր թվարկությունից առաջ 650 թվականում, Անգեի մարգարեությունը գրել է Անգեն մեր թվարկությունից առաջ 520 թվականում, Զաքարիայի մարգարեությունը գրել է Զաքարյան մեր թվարկությունից առաջ 500 թվականում եւ վերջինը Մաղաքիայի մարգարեությունը գրել է Մաղաքյան մեր թվարկությունից առաջ 430 թվականում։ Ստեղ ամենավերջինը որ գրվել է, դա Եստերի գիրքն է, որ մուրքեն 400 թվականում, որովհետեւ ոնց որ ասեցի, տարիները հետ են հաշվեն ժամանակ։ Սա 39 թղթերներ 5 կտակարանի։ Նոր կտակարանում մի քիչ ավելի քիչ է։ Բերեք էլի ընթերցեմ, որ իմանանք ով է գրել։ Ուրեմն Ավետարան ըստ Մատթեոսի գրել է Մատթեոսը արդեն մեր թվարկությունում։ 55 թվականում է գրել։ Ավետարան ըստ Մարկոսին գրել են Հովանեսն ու Մարկոսը մեր թվարկությունում 50 թվականում։ Ավետարան ըստ Ղուկասի գրել է Ղուկասը մեր թվարկությունում 60 թվականում։ Ավետարան ըստ Հովանեսի գրել է Հովանեսը մեր թվարկությունի 90 թվականում։ Գործ առաքելոցը գրել է Ղուկասը
մեր թվարկությունի 65 թվականում։ Հիմա նայեք Պողոսի գրած թղթերը։ Հռոմեացիներ, Առաջի Կորինթացի, Երկրորդ Կորինթացի, Գաղատացիներ, Եփեսացիներ, Ֆիլիպեցիներ, Կողոսացիներ, Առաջի Թեսաղոնիկեցի, Երկրորդ Թեսաղոնիկեցի, Առաջի Տիմոթեոս, Երկրորդ Տիմոթեոս, Տիտոս, Ֆիլիպեցի, Եփեսացիներ։ Այսքանը գրել է Պողոս առաքյալը, ժողովուրդ ջան, մեր թվարկությունի 50-ից 70 թվականում, 20 տարի ինքը այս թղթերը գրել է։ Հաջորդը Հակոբոսի ընդհանուր թղթերը գրել է Հակոբոսը մեր թվարկությունում 45 թվականում։ Առաջի Պետրոս, Երկրորդ Պետրոսը գրել է Պետրոսը մեր թվարկությունի 60 թվականում։ Հովանես առաքյալը առաջին, երկրորդը, երրորդը գրել է Հովանեսը մեր թվարկությունի 90 թվականում։ Հուդայի ընդհանուրական թղթերը գրել է Հուդան մեր թվարկությունի 60 թվականում։ Հովանես առաքյալի հայտնության գիրքը գրել է հենց ինքը Հովանեսը մեր թվարկությունի 90 թվականում։ Էսի ամենավերջի գրածն է 90 թվականում, ամենաառաջինը 40 թվականում է, որը որ գրել էր էսա ասեմ Հակոբոսը։ Էս էլ մեր նոր կտակարանը 27 գլուխ որը ունի։ Հուսով եմ իմացաք, եթե ուզեք հիշեք այս ամեն ինչը, կարաք զապիսը միացնեք, ձեր մոտ գրի առնեք, որ իմանաք ով է գրել, որը որ թվականին է գրել։ Հիմա ինչ են գրել այս մարդիկ։ Այս մարդիկ մի նպատակ են գրել։ Սա այս գիրքը, երբ որ Աստված ստեղծեց, սա գիտեք մարդու ինստրուկցիան է։ Ոչինչ պետք չի։ Մարդու ինստրուկցիան է։ Գիտեք, երբեմն մենք հանդիպում ենք շատ դժվարությունների դեմ, ճիշտ է։ Օրինակ sense բացատրեմ, եթե գնել ենք նոր հեռուստացույց, բերել ենք միացրել ենք, այն պուլտի վրա լիքը կնոպկեք կա։ Շատերը հասկանում ենք ինչ է, կան կնոպկաներ, որ սխում ենք, չենք հասկանում ինչ է։ Ու դրա համար ինչ ենք անում, վրաս բացում ենք իր գիրքը, նայում ենք, որ հասկանանք, որ կնոպկեն ինչ է նշանակում, ճիշտ է։ Նույնն էլ մենք մեր կյանքի մեջ հանդիպում ենք շատ դժվարությունների։ Ու երբեմն կան հարցեր, որ մենք բացում ենք այս գիրքը, Աստված տվել է մեզ այս գիրքը, որ մենք հասկանանք այս դրությունից ոնց դուրս գանք։ Օրինակ, եկել եմ կանգնել եմ պատի դիմաց, չգիտեմ ոնց գնամ։ Բացում եմ գիրքը, կարդում եմ, օրինակի համար եմ ասում, որպեսզի ես հասկանամ Տիրոջ կամքը։ Հիմա նայեք, sense մի հատ բան ասեմ։ Օրինակ, շատ մարդիկ այսօր փորձում են առողջ ապրելակերպ ապրեն, որպեսզի իրանք երկար կյանք ունենան։ Օրինակ սպորտով են զբաղվում, եսիմ ինչ դեղեր են խմում օրինակի համար, ինչ որ ջահելացնող կրեմներ են քսում, ես չգիտեմ, որպեսզի երկար տարիների կյանք ունենան։ Հիմա ինչ եք կարծում, երկար տարիների կյանք ունենալու համար Աստված մեզ ինչ պատվիրանա տվել։ Ապրես։ Պատվիր քո ծնողներին։ Հիմա եթե ես չգիտեմ այդ պատվիրանը, ես չեմ պատվում իմ ծնողներին, զբաղվում եմ սպորտով, չգիտեմ եսի ինչով որ երկար, ես դեմ չեմ այդ սպորտին էլ, այդ ամեն ինչին ես դեմ չեմ։ Բայց կա պատվիրան, չէ, որ պետք է կարդամ, որ ես իմանամ։ Երկար ապրելու համար ժողովուրդ ջան, ուղղակի պետք է ամեն մեկ որ պատվի իր ծնողներին։ Всё, это երկար ապրելու գաղտնիքը։ Ինչի համար, որովհետև ծնողին պատիվ տվող մարդը, գիտեք, Աստծուն ինչքան է պետք երկար տարիների կյանք ունենա այս աշխարհի վրա, որ Տիրոջ գործ անի։ Որովհետև ինքը ծնողին պատվող մարդ է, ինքը հաստատ Աստծուն կպատվի ու Աստծու պատվիրաններն էլ կպահի։ Այտենց մարդիկ Աստված տալիս է երկար կյանք, որպեսզի իր թագավորությունը այս երկրի վրա շարունակվի, որպեսզի իր ավետարանը քարոզվի։ Փառք Հիսուսին։ Հիմա եկեք միտեղ ուզում եմ կարդամ, որ հասկանանք ինչն է նպատակը Աստվածաշնչի։ Ուրեմն առաջի տեղը, որ ես կկարդամ, դա առաջի Տիմոս 3:16-17 խոսքերն է։ Կներեք, երկրորդ Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-17 խոսքերը։ Ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար վարդապետություն, հանդիմանելու, ուղղելու եւ արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստ։ Եկեք մի հատ նորից կարդամ ու հերթով ասում, ամբողջ գիրքն է Աստծո շունչը, ստեղ ամբողջն է Աստծո շունչը, չկա մի բան, որ գրած է առանց Աստծո շնչի։ Դաժե ամեն մի հատ կետը, ամեն մի ստորակետը
Աստծու շնչովա գրված։ Ու ասում է, տեսեք ինչի համար է գրված։ Օգտակար վարդապետության համար, որպեսզի մեզ օգտակար ուսում լինի, ինչ է վարդապետությունը, ուսում, որպեսզի մեզ օգտակար ուսում լինի։ Դիմադրողական, դիմադրելու, հանդիմանելու եւ ուղղելու եւ արդարության խրատելու համար, որպեսզի մենք կարդանք, մեր մեղքերից մենք հանդիմանվենք, մենք գտնենք մեր սխալների մեջ։ Տիրոջ խոսքը երբեմն մեզ հանդիմանում է, ու մենք Տիրոջ խոսքը կարդալով մեզ բռնցնում ենք այսիշ բանի մեջ, ու մենք հանդիմանվում ենք։ Ու ասում է արդարությամբ է խրատում մեզ Տերը։ Այս գիրքը արդարությամբ է գրված ամեն ինչ։ Ու տեսեք ինչի համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն մի բարի գործերի համար պատրաստական։ Որն է այդ բարի գործը, ժողովուրդ ջան։ Ավետարան ասում է բարի լուրը, որպեսզի մենք պատրաստ լինենք Տիրոջ բարի լուրը քարոզելու համար, ավետարանը քարոզելու համար, այ ինչի համար է պետք է ուսումը։ Հիմա եկեք տենանք ինչ են գրել մնացած մեր Աստվածաշնչի գրողները, երկու տեղել եմ առանձնացրել, ուրեմն բերեք կարդանք առաջի տեղից Գործ առաքելոց 4:12-ը։ Ուրիշ ոչ մեկով փրկություն չկա։ Ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև մարդկանց տված ոչ մի անուն չկա երկնքի տակ, որ մենք կարողանանք փրկվել։ Ասում է ուրիշ անուն չկա։ Այս բոլոր գրածների նպատակն է, որ մենք ճանաչենք մեր Արարչին, իմանանք իր նպատակը, որ մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ, հասկանանք մեր Տիրոջ նպատակը, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Ոստեղ խոսքը ասում է, այս երկրի վրա չկա տենց մի անուն, որ կարողանա մեզ մեր մեղքերից ազատի։ Այստեղ պարզ է, որ խոսում է մեր Հիսուս Քրիստոսի մասին։ Եկեք հաջորդ տեղը կարդանք, հենց տենանք Հիսուսն է, որ ինքը ասում հենց այդ մասին։ Հաջորդ տեղն է Հովհաննես 14:6։ Հիսուսը նրանց ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ մեկը հորը չի գա բացի ինձանով։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, Հիսուսը հենց ինքը ասում է, որ ինքն է ճշմարտությունը, ինքն է ճանապարհը եւ ոչ մեկ չի գա Տիրոջը բացի Հիսուսով։ Եկեք մի հատ բան հասկանանք։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ ամեն մեկիս։ Կարակ չպատասխանեք, ուղղակի մեր մեջ մտածենք։ Ինչ եք կարծում, երբ որ Հիսուսը գնում էր խաչվելու, իր խաչի ծանրությունը մոտավորապես կարող եք պատկերացնել, ինչ ծանրություն կունենար իր խաչը։ Ոնց լինի ֆիլմերի մեջ կամ ինչ-որ նկարներում տեսել եք։ Ես ասեմ, էլի Աստվածաշնչերի հիմքերի վրա մեր հոգևոր առաջնորդները ասում են, որ մոտարապես Հիսուսի խաչը ունեցել է 70-ից 130 կիլոգրամ, որովհետև որ նայում ենք կինոյի մեջ, ֆիլմի մեջ, իր խաչը տենց այս խաչի նման չի, սենց փոքր, ինքը սենց հաստ փայտից է կախված, էսի գիտեք, մեր Տիգրան եղբայրն է սարքե բերե, էսի մեր Տիգրան եղբոր խաչն է, ու տեսեք ինքը շատ հետաքրքիր ձևով է սարքե, ինքը սենց լրիվ գլատկի, շատ սիրուն, լաքած, ներկած, շատ սիրուն տեսք է տվել։ Ասեմ, Հիսուսի խաչը, երբ որ Հիսուսը տարել է, ժողովուրդ ջան, սենց գլատկի, սենց սիրուն, փայտ չի ելե, ինքը շատ փշոտ, ծակող ու ծանր խաչ է ելե։ Հիմա ես ուզում եմ Տիգրան եղբորը հարց տամ, Տիգրան ջան, երբ որ այս խաչը դու ձեր տնից բերում ես եկեղեցի, դու դժվարությունով ես բերում։ Դրել ես մեքենայի մեջ, բերել ես եկեղեցու դեմը, այս մի քիչ տեղ ես ուղիղ ճանապարհով բերել ես ճիշտ է։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, Հիսուսը, եկեք ես ամենացածր քաշն եմ վերցնում, 70 կիլոգրամ օրինակի համար։ 70 կիլոգրամ խաչը Հիսուսը Գողգոթայի բարձրունքն էր բարձրացնում, իր ուսին գցած, սենց ուղիղ ճանապարհով չէր տանում։ Ինչի են վերցնում ամենափոքր քաշը 70 կիլոգրամ։ Ես շինարար եմ, Վիճա եղբայրն էլ է շինարար, ինքնից լավ կհասկանա, երբ որ ցեմենտը բերում են մի մեշոկը 50 կիլոգրամ է, ես ասեմ, շատ առողջ տղամարդկանց համար այդ 50 կիլոգրամ վերցնելը դժվար է։ Շատերը չեն կարող վերցնել այդ 50 կիլոգրամը։ Ես դրա համար պատկերացնում եմ այդ խաչի քաշը։
Գիտեք, ես սպորտսմենների մասին չեմ ասում, իրանք կարող են վերցնել, բայց սովորական կյանքով ապրող մարդը 50 կիլոգրամը իր համար ծանր է, մի քանի մետր նույնիսկ տանելը իր համար ծանր է։ Պատկերացրեք մեր Տիրոջ սերը մեր նկատմամբ, որ ինքը այս նույնիսկ այդ ամենացածր քաշն ենք վերցնում 70 կիլոգրամ այդ ծակող ու պատկերացրեք իր մարմինը այդքան ծեծված, այդքան արոնների մեջ, ինչքան սիրով է սիրում ես, որ այդ ծանրությունը բարձրում կա բարձրացե։ Գիտես, այդ ժամանակ, երբ որ Տերը տանում էր այդ խաչը, իր սրտի մեջ ես ու դու ենք, ինքը եթում էր, որ մեզի մեր մեղքերից ազատեր, որ մեզի փրկություն տար։ Այդ հենց Աստծու ենք մեր պաշտում ու տենց Աստված սիրում է մեզ ու չի նայե այդ ոչ մի դժվարությանը, մինչև վերջ գնացել է ու Հայր Աստծու կամքը կատարել է։ Ժողովուրդ ջան, շատ բաներ կա, ես որ կարդում եմ, ես պատկերացնում եմ մի պահ, ուղղակի իմ մարմինը փշաքաղվում է, թե այդ ինչ Աստծու ենք մեր պաշտում, որ ինչ դժվարություններ կրեց մեր համար, որպեսզի մեզ մեղքերից ազատի։ Սաղմոսների մեջ գրած է, ասում է, արևելքը ինչքան հեռու է արևմուտքից, այդքան մեր մեղքերը մեզանից հեռացրեց Տերը։ Դու պատկերացնում եք, ոչ մի Աստված իր ժողովրդի համար այդպես դժվարություններ չի կրե ու իր կյանքը չի տվե։ Փառք եմ ես տալի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ է իր անունը, որ մեզ տվել Աստվածաշունչ, որտեղից որ մենք ճանաչում ենք Իրան, շփվում ենք իր հետ իր խոսքի միջոցով, որովհետև Գիրքն ասում է, որ ամեն ինչ գրվել է իր շնչով։ Ծննդոցից մինչև հայտնություն այս Գիրքը խոսում է Հիսուսի մեծության, իր փառավորության մասին, ժողովուրդ ջան, ու մենք այտենց հզոր Աստծու ենք պաշտում։ Եկեք անցնենք առաջ։ Օրինակ, հիմա պատկերացրեք մի բան։ Ես տգետ մարդ եմ ու չգիտեմ, ես ծարավել եմ, ուզում եմ գնամ ջուր խմեմ։ Հիմա իմ առջև մի հատ սենց տաբլիչկա է, նայում եմ այդ տաբլիչկային, գրած է 50 մետր աջ H2O, 5000 մետր ձախ ջուր։ Ես շատ ծարավ եմ, նայում եմ ես H2O-ն ես ինչ, այ մարդ, ես ծարավ եմ, ես ջուր եմ ուզում խմեմ։ Ու 5000 մետր գնում եմ, որ ջուր խմեմ։ Բայց եթե ես գիտություն ունենայի, որ հասկանայի, որ այս H2O-ն այդ 50 մետր են կողմ այդ ջուրն է, ես չէի չարչարվի այդքան 5000 մետր գնալու։ Արդյոք ես այս 5000 մետր որ գնալու ես տեղ կհասնեմ, թե չէ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ինչի համար է պետք մեզ իմաստությունը։ Փառք Հիսուսին։ Ոնց որ ասեցի, այս գիրքը ինստրուկցիան է մարդու, եկեք մի հատ էլ վկայություն տամ։ Իմ քերին է պատմե, Սերան այս վերջերս որ ստեղ էր Հուսիկի papan, իր անգերը երբ որ իրանց տուն է գալի կամազով, այդ կամազի մոտորը փչանում է, հիմա կանչում են վարպետի, որ գա այդ մոտորը սարքի։ Ասում այս վարպետը մոտորը հավաքում բրցնում է, հենց խոդ են տալի, խոդ չի գնում, միանգամից կլապանները ծռում է։ Ասում մի քանի անգամ այտենց քանդելով, ասում այդ կլապանները դզելով, չագուչով նորից դնում են, խոդ ենք տալի, էլի կլապանները ծռում է։ Ասում այնքան էինք արդեն սովորել 5 րոպեում ցած քանդում ենք, կլապանները վրաս դզում դնում ենք տեղը, վերջը մի քանի անգամ փորձելուց հետո, երբ որ չի ստացվում, այս մոտորիստը ասում է, կարող է գիրք ունենաք, բերեք գրքով հավաքենք։ Ու այս ընկերը ասում է, այ ախպեր ջան, որ հերթը հասավ գրքիդ ուրեմն ինստրումենտները հավաքի գնա էլի։ Ու ամենահետաքրքիրն է, երբ որ ինստրումենտները հավաքում է, թվում նայում են իրանց ինստրումենտներն էլ չկա։ Իշկա չկա հավաքի հետը տարել է։ Ուզում եմ ասեմ, հենց սկզբից պետք է գնաս նորմալ մասնագետի մոտ, որ նորմալ արվի այդ ամեն ինչը։ Փառք Հիսուսին։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Բերեք լավ, բերեք գիտեք ինչ պատկերացնենք, բերեք խոսանք մեր մասնագետությունների մասին օրինակ, տեսեք, մենք ստեղ տարբեր բնավորությունների տեր, տարբեր մասնագետությունների տեր մարդիկ ենք, ինչի համար եմ ասում, ես էլ է փորձված էլ է, որովհետև եղել է ժամանակ, որ մարդիկ տես այսքան երկար տարիների ընթացքում գրել են գիրքը, ուղղակի գիտնականներ ուզել են փորձեն, նստացել են 10 մարդ, տարբեր էլի մասնագետության մարդիկ ու տվել են ինչ-որ մի հատ թեմա, ասել են այդ թեմայի շուրջ ինչ-որ բան գրեք ու վերջում որ համեմատեն, դենան ինչա ստացվում իրանց մոտ ու պատկերացրեք այդ 10 մարդու մոտ էլ նույն թեման լրիվ տարբեր բաներ է ստացվել, որովհետև իրանք մարդկային ձևով, իրանց մտածելակերպով նստել իրանք գրել են, այնտեղ չի էլ Աստծո հոգին, որ իրանց առաջնորդի, մեկը մյուսին հակասողա էլ է, ես այդ եմ ուզում ասեմ, հիմա եկեք պատկերացնենք սենց մի բան, օրինակ ես շինարար եմ, Վիցե եղբայրը շինարար է, Ահարոն եղբայրը ատամնաբուժ է,
Թագուին օրինակ դեղագործ է, մեր Արմինե քուրը ուսուցչուհի է, մեր աղբերները Տիգրանն ու Արևշատը վարորդներ են օրինակ։ Հիմա եթե մեզ մի հատ տեքստ ան գրելու, եթե մենք հիմա առանձնանան գրենք, ես համոզված եմ, որ ոչ մեկինս ոչ մեկի նման չի լինելու։ Գիտեք ինչի, որովհետև ամեն մեկս գրելու է մեր մասնագիտության պատճառով, մեր մտածելակերպի պատճառով։ Օրինակ, բերեք մտածենք, որ թեման Ռոստով քաղաքի մասին է։ Օրինակ ես ու Վիտյան հելնելու ենք լրիվ քաղաքի ֆասադները նայենք, թե ռեմոնտները ինչ վիճակ է։ Ես այտենց ենթադրում եմ օրինակի համար։ Օրինակ մեր վարորդ եղբայրները ֆռալու են տենան ումնաշեվին պետք, ավազապետք, որ քաղաքի մասին, նու։ Այդ ես այտենց ենթադրում եմ, ժողովուրդ ջան, հա։ Այո, ասֆալտ անողները ճամփեքին են նայելու։ Ահարոն եղբայրը իր մասնագիտությունով, մի խոսքով, Արմինե քուրը դպրոցներին է նայելու, Թագուին օրինակ դեղատնների մասին։ Վերջում որ բերելու ենք դնենք, տենալու ենք ընդհանրապես ոչ մեկի հետ կապ չունի։ Որովհետև դա մենք մարդկայինով, մեր հասկացողությունով, մեր մտածելակերպով գրեցինք ու եղավ որ մեկը մյուսին հակասում է։ Հասկանում եք, ինչքան հետաքրքիր եւ մեծ հրաշալի գիրք է մեր Աստվածաշունչը։ Ես դա եի ուզում ասեի։ Եկեք անցնենք առաջ։ Հիմա Աստծո մեծության մասին եմ մի փոքր ուզում խոսեմ։ Ուրեմն որդին հորը հարց է տալի, ասում է երեխան, հորը հարց է տալի, ասում է պապա, ինձ կասես Աստծո մեծության մասին։ Դե հերը ոնց պետք է ասի փոքր երեխուն Աստծո մեծության մասին, իհարկե իր լեզվով, որ երեխան հասկանա։ Այդ պահին նայում է երկինք, տենում է մի հատ ինքնաթիռ է գնում սամալյոտ։ Ասում է տենում ես այն ինքնաթիռը, ասում է հա, ասում է այ Աստծո մեծությունը այդքան է։ Դե երեխան որ ներքևից նայում է այդ ինքնաթիռը, այսքան բան է երևում։ Ասում է ոնց Աստծո մեծությունը այսքան է։ Հերը հասկանում է, որ չհասկացավ, տանում է օդանավակայան, այրոպորտ ու ցույց է տալի ներքևում մեծ արդեն ինքնաթիռը ու երբ որ երեխան տեսնում է, հասկանում է, թե այդ ինչի մասին էր, այդ մեծությունը ոնց է լինում։ Ինչ եմ ուզում ասեմ սրանով, ժողովուրդ ջան, մենք եթե Աստծուց հեռու ենք շատ, մենք Աստծուն միշտ այտենց փոքր ենք տենում։ Ինչքան Աստծուն կմոտենանք, այնքան Աստված մեծ է, հավատացեք մեր համար։ Դրա համար եկեք մեր կենթանի Աստծուն միշտ մոտ լինենք, որովհետև հավատացեք մեր Աստված շատ մեծ է, նույնիսկ մենք չենք պատկերացնում իր մեծությունը։ Փառք Հիսուսին։ Մի բան էլ ասեմ։ Ուրեմն ժուրնալիստը մեկին հարց է տալի, սենց հետաքրքիր բանի մասին է, ասում է օրինակ ոնց են վերաբերվում քեզ քո երեխաները, հարց է տալի, ու այս մարդը պատասխանում է, ասում է ոնց որ Աստծուն։ Ու զարմանում է էլի ժուրնալիստը ու ասում է այդ ոնց։ Եկեք կարդամ, գրել եմ որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ինձ ընդհանրապես չեն լսում։ Խորհուրդներս չեն կատարում։ Հաճախ մտածում եմ, որ ես գոյություն չունեմ, բայց եթե իրենց բանը պետք լինում, անմիջապես հիշում են իմ մասին։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ասում եմ ոնց որ Աստծո պես են սիրում, իմ խնդրանքները չեն կատարում, երբ որ ես իրանց պետք եմ, նոր հիշում են ինձ։ Շատ ժամանակ մենք էլ ենք այդպես ժողովուրդ ջան։ Մենք Աստծո երեսը փնտրում ենք այն ժամանակ, երբ որ Աստված մեզ պետք է։ Բայց Աստված ասում է, որ միշտ փնտրենք իր երեսը, միշտ իրան կանչենք։ Չլինենք այն զավակները, որ երբ որ նեղության մեջ ենք, նոր հիշենք մեր Աստծուն։ Երբ որ մեզ մի բան է պետք, նոր հիշենք մեր Աստծուն։ Մի sense հետաքրքիր բան եմ գրել ժողովուրդ ջան։ Ուզում եմ խոսեմ գոհություն ունեցող մարդուն Աստծուց եւ կան մարդիկ, որ ինչ էլ անես միշտ դժգոհ են։ Ինչ էլ Աստված տա իրան միշտ դժգոհ են։ Պատկերացրեք sense մի բան օրինակի համար։ Քո այն դժվար աշխատանք, որ դու ունես, շատ անգորսների համար երազանք է։ Քո այն փոքր տունը, որ դու ունես, այն շատ անտունների համար դա երազանք է։ Այն մի աման տաք ճաշը, որ դու ունես ուտելու, կան երկրներ, հավատացեք, Աֆրիկայում, Հնդկաստանում, որ իրանց համար երազանք է, սովից կոտորվում են։ Հավատացեք, քո այն թեր առողջ վիճակը շատ անբուժելի հիվանդների համար երազանք է։ Քո այն չարաճճի երեխան, որ վազվզում է այստեղ, մի քիչ չարություններ անում, շատերի համար դա երազանք է, որ չունեն այդ երեխան։ Դրա համար ինչ ունեք, գոհացեք Աստծուց ու շնորհակալություն ասեք, որ դու ունեք։ Ես այս ցուցակը կարամ
շատ նշեմ ինչերի համար, ուղղակի դու միտքը հասկացաք, որ գոհացող մարդը միշտ գոհանում է Աստծուն, իսկ դժգոհ մարդը Աստված են, որ ոսկի սարերել տա, ինքը միշտ էլ դժգոհելու է Աստծուց։ Եկեք մեկ չլինենք անշնորհակալ մեր Աստծուց, որովհետև Աստվածաշունչը ուսումնասիրելով մենք հասկանում ենք, թե մեր Տերը ինչքան թանկ է մեր համար, թե մեր Տերը ինչեր արեց մեր համար։ Գիտեք, մի հատ sense լավ խոսքել ունեմ Աստծուց, կուզեի կարդայի ձեր հետ, բայց թող ձեզ ձանձրալի չլինի, որովհետև հենց Ծննդոց գրքում, հենց սկզբում, որ Աստված ստեղծեց մարդկությունը, sense մի հատ հետաքրքիր խոսքեր կա գրած 5-րդ խոսքից, 5-րդ գլխից, առաջի խոսքից մինչև վերջ եմ կարդալու, ստեղ գրած է 10 սերունդի մասին, Ադամից մինչև Նոյ։ Ադամը ծնեց, ոշմ, գրած է, ու գիտեք, ես որ կարդամ, թող ձեզ ձանձրալի չթվա։ Ես ասեմ, որ այս մասը քարոզը պատրաստել ենք ես ու մեր Իզաբելան, որտեղ այնտեղ օգնության հարցեր կար թարգմանության, իմ աղջիկը ինձ օգնել է։ Հիմա տեսեք, հենց Ծննդոց սկզբից, 5-րդ գլխից, որ Աստված ստեղծեց մարդկությունը, տեսեք ինչ է գրել։ Բերեք կարդանք։ Եթե մի քիչ դժվարանամ, ինձ ներող կլնեք, ստեղ այնքան դժվար է անունները, որ հազիվ եմ կարդում։ Սա Ադամի Ծննդոց գիրքն է։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։ Արու եւ եք ստեղծեց նրանց եւ օրհնեց նրանց եւ Ադամ անվանեց նրանց այն օրը, որ նրանց ստեղծեց։ Եվ Ադամը 130 տարի ապրեց եւ իր նմանությամբ իր պատկերի պես որդի ծնեց եւ նրան Սեթ անվանեց։ Այս Սեթը իրանց երրորդ որդին է, Կայինից Աբելից հետո Սեթ իրանց 7-րդ որդին է։ Եվ Ադամի օրերը Սեթին ծնելուց հետո 800 տարի էին, տղաներ եւ աղջիկներ ծնեց։ Եվ Ադամի ապրած բոլոր օրերը 930 տարի եղավ եւ Ադամը մեռավ։ Եվ Սեթը 105 տարի ապրեց եւ ծնեց Ենովսին, եւ Սեթը Ենովսին ծնելուց հետո 807 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց, եւ Սեթի բոլոր օրերը 912 տարի եղան եւ մեռավ։ Եվ Ենովսի 90 տարի ապրեց եւ Կայանային ծնեց, եւ Ենովսը Կայանային ծնելուց հետո 815 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց, եւ Ենովսի բոլոր օրերը 905 տարի եղավ եւ մեռավ։ Եվ Կայանան 70 տարի ապրեց եւ ծնեց Մաղախելին, եւ Կայանան Մաղախելին ծնելուց հետո 840 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց, եւ Կայանայի բոլոր օրերը 910 տարի եղավ եւ մեռավ։ Եվ Մաղախելը 65 տարի ապրեց եւ ծնեց Հարեդին, եւ Մաղախելը Հարեդին ծնելուց հետո 802 տարի ապրեց, 830 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց, եւ Մաղախելի բոլոր օրերը 895 տարի եղավ ու մեռավ։ Եվ Հարեդը 162 տարի ապրեց եւ ծնեց Ենովքին, եւ Հարեդի Ենովքի ծնելուց հետո 800 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Հարեդի բոլոր օրերը 962 տարի եղավ եւ մեռավ։ Եվ Ենովքը 65 տարի ապրեց, ծնեց Մաթուսաղային, եւ Ենովքը Աստծու հետ քայլեց։ Մաթուսաղային ծնելուց հետո 300 տարի տղաներ ու աղջիկներ ծնեց, եւ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղավ, եւ Ենովքը Աստծու հետ քայլեց եւ չէր գտնվում, որովհետեւ Աստված նրան վերցրեց։ Գիտեք, ստեղ մի պահ կանգ առնեմ, հեսա մի քանի հոգի էլ կա։ Նայեք, որ կարդում ենք, ասում է լրիվ մեռան, բայց Ենովքին Աստված վերցրեց։ Ինչի համար։
ասում որովհետև Ենովքը Աստծու հետ էր քայլում։ Ով որ մարդը որ Աստծու հետ, ո՞նց ես Աստծու հետ քայլելը պատկերացնում, որ Աստծու կամքն ես կատարում, որ Աստծու գործերն ես կատարում։ Բոլորը ասում մեռան, բայց իրան մարմնով վերցրեց։ Մաթուսաղան 180 տարի ապրեց եւ ծնեց Ղամեքին, եւ Մաթուսաղան Ղամեքին ծնելուց հետո 782 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց եւ Մաթուսաղայի բոլոր օրերը 969 տարի եղավ եւ մեռավ։ Եվ Ղամեքը 182 տարի ապրեց եւ մի որդի ծնեց եւ նրա անունը Նոյ դրեց, ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքի ծանրացած այն երկրի պատճառով, որ Տերը անիծեց»։ Եվ Ղամեքը Նոյին ծնելուց հետո 595 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնեց եւ Ղամեքի բոլոր օրերը 777 տարի եղան եւ մեռան։ Եվ Նոյը 500 տարեկան եղավ եւ Նոյը ծնեց Սեմին, Քամին եւ Հաբեթին։ Ժողովուրդ ջան, նայեք, ամբողջ գլուխը խոսում է 10 սերունդի մասին, ով որ թվին ծնվավ, ինչքան ապրեց։ Գիտեք, ես այսքանը կարդալով ճանաչում եմ ստեղից Ադամին, Ադամի մասին ենք շատ լսել, ճանաչում եմ Ենովքին, որ Աստված վերցրեց մարմնով, եւ Նոյին։ Հիմա ինձ ասեք, եթե այսքանը, որ ես սրա մեջից հանեմ, դու այսքանը ես որ կարդացիմ, ինչ որ մի օրհնություն կամ ինչ որ մի հայտնություն, ինչ որ մի խոսք վերցիք ստեղից, կար ինչ որ մի բան։ Եկեք ճշմարիտ լինենք Աստծո առջև։ Իմ կարծիքով չկար, չէ՞։ Ոնց որ ասենց անիմաստ կարդաս։ Նույն բանը գրած է Մատթեոս ավետարանի հենց առաջի գլխում, նոր ուխտում, որտեղ որ ասում է Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց ու տենց գնում է։ Կարդում ես, ոչ մի բան չես հասկանում։ Եկեք հիմա տեսեք ինչն է հետաքրքիրը, ինչի մեջ է Տիրոջ ամբողջ ավետարանի ճոխությունը։ Հենց Ծննդոց 5-րդ գլխում։ Հիմա նայեք, ես կարդում եմ այդ 10 սերունդների անունները, ովքեր որ կային։ Առաջինը Ադամ, երկրորդը Սեթ, երրորդը Ենովս, չորրորդը Կայաննա, 5-րդը Մաղախեել, 6-րդը Հարեդ, 7-րդը Ենովք, 8-րդը Մաթուսաղա, 9-րդը Ղամեք, 10-րդը Նոյ։ Հիմա եկեք ես թարգմանել եմ այս անունները։ Գիտեք որ ամեն մարդու անուն ունի ինչ-որ նշանակություն։ Դու ամեն մեկը կարող գնաք ձեր անունը թարգմանեք Google-ով, ունդեղ տալիս է ձեր անվան նշանակությունը, թե ինչ է նշանակում ձեր անունը։ Հիմա ես կարդում եմ թարգմանությունները։ Ադամ նշանակում է մարդ, Սեթը նշանակում է նշանված, Ենովսը նշանակում է մահկանացու, Կայանան նշանակում է վիշտ, Մաղախիելը նշանակում է օրհնյալ Աստված, Հարեդը նշանակում է երկնքից կիչնի, Ենովքը նշանակում է սովորեցնել, Մաթուսաղան նշանակում է նրա մահը կբերի, Ղամեքը նշանակում է հուսահատ, Նոյը նշանակում է մխիթարություն եւ խաղաղություն։ Այդ այն խաղաղությունն է, որ մեզ տրվեց հենց սկզբից Հովի բերանով։ Հիմա տեսեք հետաքրքիրը որն է։ Էսի լրիվ 100%-անոց ինֆորմացիա, դու կարող ես լրիվ անունները перевод անեք ու ստանաք էսի։ Հիմա նայեք ամենահետաքրքիրը որն է։ Եթե այս լրիվ հերթականությունը նախադասություն ենք սարքում։ Հիմա կարդամ տեսեք ինչա նշանակում։ Մահը նշանված է մահկանացուների վշտով։ Օրհնյալ մահը նշանակված է մահկանացու վշտով։ Օրհնյալ Աստված երկնքից կիչնի սովորեցնելու, նրա մահը կբերի հուսահատներին մխիթարություն եւ խաղաղություն։ Հասկացաք։ Այդ անիմաստ որ կարդում ենք ինչա նշանակում։ Հենց Ծննդոց 5-րդ գլխից ամբողջ ավետարանի ճոխությունը, ամբողջ Աստծո նպատակը։ Դե ասեք որ էսի պատահականություն է։ Կարակ ասեք որ էսի պատահականություն է։ Ասեք որ 7-րդ համարը, որը որ Ենովքն է, որը որ կատարելության թիվն է, որ պատահականությունն է, որ ինքը 7-րդ համարն է ու Աստված իրան մարմնով վերցեց։ Պատահականություն է, բերեք մի հատ էլ կարդամ։
մահով նշանված է մարդկությունը վշտով, ինչի համար, որտև ամեն մեկը մեղանչեցին, Աստված ասես դու ամեն մեկը արդեն մահականացու եք, բայց օրհնյալ Աստված երկնքից կիշնի սովորեցնելու, նրա մահը կբերի հուսահատներին մխիթարություն եւ խաղաղություն, ամեն ու ամեն, ես հաջորդը Աստված իմ մտքին դրել է, որ այն մնացածը նոր անի մեջինը, Մաթեոսի մեջինը պերևոդ անեմ, տենամ ինչի համոզված եմ, որ ընդեղ էլ մի բան կա թաքնված, իզուր չի, որ այդքան գրած, այսի ծնեցն դրան, այնի ծնեցն դրան, հետաքրքիր է ինձ, ես ուզում եմ անեմ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, մեր Աստված սենց հրաշագործ ու հրաշալի մեծ Աստված է, որին որ մենք պաշտում ենք, գիտես իրա գրքի մեջ սենց շատ տեղեր կա սենց թաքնված գանձերի մասին խոսքեր, ուղղակի որ մենք կարդում ենք, եթե Տերը չբացի, մենք երբեք ու երբեք չենք հասկանա։ Պատկերացնում ես, որ կարդում ես այս ամեն ինչ, էսի ծնեցը դրան, այնի ծնեցը դրան, ինչ որ մի հատ անհետաքրքիր անիմաստ բան է ստացվում, եթե չգիտես ողջ այդ դրա մեջի այդ թաքնված այդ գանձերը, որ Աստված հենց այն ամենասկզբից այդ իր նպատակը, այդ ամեն ինչը ելելա սրա մեջ դրած։ Պատկերացնում եք ինչ հրաշալի է մեր Աստվածը։ Ու ես վերջերս մի բան էլ ասեմ ու սրանով ավարտեմ, ժողովուրդ ջան։ Դե իմ մեքենայի մեջ միշտ Աստվածաշունչն նոր կտակարանն է խոսում, սաղմոսներն ունեմ եւ առակասները։ Ես անդադ դրանք եմ լսում ու անդադ երբ որ խոսքերը լսում եմ, ես այդ խոսքերի շուրջ մտածում եմ ու խնդրում եմ Աստծուն, որ ինձ բացատրի այդ մասին։ Ու ես վերջերս լսում եմ հենց Դավիթը թագավորը սաղմոսների մեջ, որ ասում է. Ինչպես ասում է եղջերուն ջրերին է փափակում, այնպես էլ իմ անձը քեզ է փափակում։ Ու ես փորձեցի մի քիչ ավելի խորը հասկանամ այդ մասին ու ասեցի. Տեր, խնդրում եմ ինձ բացատրի այդ մասին։ Եկեք պատկերացնենք, ինչ է ջուրը։ Ջուրը դա Աստծո խոսքն է։ Ինչպես եղջերուն այդ ջրերին է փափակում, մարդու անձն էլ փափակում է տենց Աստծուն։ Հիմա պատկերացրեք, եղջերուն, երբ որ գնում է ջուր խմելու, իրան այդ ընթացքում ինչքան ռիսկներ է սպասում։ Գիտեք, որ կենթանաբանական աշխարհով որ տեսել է հեռուստացույցով պատկերացնի, որ եղջերուն գնում է ջուր խմելու, արյուծները, այն մնացած մյուս գիշատիչները, իրանք հիմար չեն, իրանք ջրերի մոտ թաքնված սպասում են եղջերուին։ Նույնը կոկորդիլոսը ջրի մեջից սպասում է, ինչքան դժվար է, որ գնաս խոսքը վերցնես, ճամփին ինչքան քեզ հարցակումներ կլինի, ինչքան դժվարություններ կլինի, բայց երանի են մարդուն, որ չի նայում այդ դժվարություններին, գնում հասնում է հաղթանակին։ Այսօր որ մենք նայում ենք այս եղանակին, այս դժվար պայմաններին, գիտես, կարող է լուսամուտը բացես, նայես, օй Աստված ջան, այսքան ձուն ա եկե, եղանակը լավ չի, ես այսօր եկեղեցի չեմ գնում։ Էդի եղավ, որ դու պարտվար, դու չհասար կենթանի ջրերին, գիտես, Տիրոջ խոսքի մեջ գրած է, որ ուժեղներն են թագավորելու, հասնելու երկնքի արքայությանը, թույլ մարդը երբեք չի գարա, ու այդ ասում է, չէ, որ անորենը ասում է մռնչացող առյուծի պես ման ա գալի, որ թույլերին կուլ տա, ինքը ուժեղներին երբեք չի կարա, ժողովուրդ ջան, ինքը կակրած հենց այդ թույլերին ա ման գալի, ովքեր որ կամուկացի մեջ են, դրա համար փառք Հիսուսին, այստեղ գտնվող բոլորիդ համար, որ չեք նայ այդ դժվարություններին, այդ վատ եղանակին, այսքան շատ ձանը եկել եք, հասել եք, որ մենք միաբան մեր Տիրոջից խոսք առնենք, Տերը օրհնի բոլորիդ, եւ շնորհակալ եմ մեր հովի համար, այս հնարավորության համար, որ տվեց խոսալու։ Գիտեք, մի բան էլ ասեմ, հետաքրքիր, երբ որ հովիվը գնում էր մեր խորհրդի WhatsApp-ի գրուպայում Գալասավոյ Սաբշեն երկցե ինձ ու Ահարոնին, ունդեղ ասում է, եղբայրներ ջան, դե ես գնում եմ եկեղեցին ամբողջովին, դու պետք է նայեք, տիրություն անեք, Արամ եղբայր չես մոռանում, որ Ահարոն եղբայրն է պատասխանատուն, եթե ես ընդեր չեմ, ու ես սպասում եմ հաջորդը, որ պետք է ասի, դե ինքը խոսքի ծառայությունը կծառայի, դու կօգնեք իրան ամեն հարցով բան, այս սպասումներով ու ասում է, բայց խոսքի ծառայությունը դու ես ասելու։ Ու ես ես մտածում եմ, ասում եմ, կարող է մի հատ էլ առանցին գրուպա ունեն, որ իրար հետ խոսում են, հետո ինձ են նշանակում, իհարկե էդի հումորը չունեն առանցին գրուպա, թող Տերը օրհնի մեր հովիվին, իր ողջ ընթացքը, ես համոզված եմ, որ Աստված իրան տարել է, որ նոր ձևի զինի հոգևոր զինանյութներով եւ բերի, որ մենք նորից օրհնություն ստանանք։